Եվ կազմում ես նախագահ դատարանը պետք է ղեկավարվի նրանց նշածով կամ չնշածով, այլ ոչ թե որպես վարույթ իրականացնող մարմին ուսումնասիրի վարույթում գտնվող քրեական գործունեությունները եւ դրանց հիման վրա որոշում կայացնի։ Շատ բարձր չէ, պատկերացեք նախաքննական մարմինը ուզում է, որ Երևանում քննի։ Մեղադրականը չի գրում որտեղ է կատարվել, կամ սխալ է գրում, որ Երևանում է կատարվել։ Հիմա դատավորը ընդհանրապես մեղադրական եզրակացություն պետք է թերթի, դες արարողության մակարդակի մասին, այ այստեղ վերացավ որ Երևանում է, ու համարի որ ընդդիմության հարցանից, վարույթ իրականացնող մարմին, արդարադատություն իրականացնող մարմին, ինքը պետք է դրա քննիչ ինչ կգրե, որ ինքը որոշի։ Եթե էսա դատարանի պատկերացած արդարություն ու արդարադատություն իրականացումը, ես չեմ պատկերացնում դրանց հետո ինչի մասին պետք է խոսեմ։ Հիմա վստահ որ նման կերպ գործող դատանը չի կարող համարվել անկախ, անաչառ եւ օրենքի հիման վրա ստեղծված դատան։ Ավելին, պրակտիկայում բազմաթիվ մեղադրական եզրակացություններ են արկա, որոնցում ընդհանրապես որևէ նշում չկա վերսագրվող արարքի կատարման վայրի վերաբերյալ։ Եվ միթե որպես դատավոր նախագահ դատավորի համոզմունքն այն է, որ այդ բոլոր դեպքերում պետք է ասի, թե ենթադրյալ հանցանքի կատարման վայրը պարզ չէ, ուստի գործ ընդդատի է նախաքննության կատարման վայրի դատանը։ Եվ այս ամենից հետո դատանում պաշտպանության կողմից հետևյալ հրապարակական հարցն է հնչեցվել մեջբերումը։ Եթե նույնիսկ մեղադրական եզրակացությունը հաստատած մեղադրողը դատանում պնդեց, որ մեղսագրվող արարքի կատարման վայրը բացահայտված է, դուք ինչպես եք նրա կողմից հաստատված մեղադրական եզրակացության հիման վրա եկել այն եզրահանգման, թեև հանցանքի կատարման վայրը բացահայտված չէ։ Մեղադրողը ասում է բացահայտված է, մենք ասում ենք բացահայտված է, ապացույցները կան, դատանից չի բացահայտված չէ։ Ինչի, որ ամեն գնով պարի որ ինքը քննի, մենք էլ ասում ենք, դուք աշխատված եք, ամեն ինչ անում եք, որպես գործը կարի ձեր վարույթով, դուք էլ ասեք, թե ինչ եք դանում, դրան հետո առանձին եք հանգամանք։ Հաջորդ հանգամանքը, այսինքն այս ամեն ինչից պարզ է, որ մենք գիտենք, թե որտեղ է կատարվել, նախաքննության վայրից սկսած պարզ է, որ Գյումրին է, հետևաբար Գյումրի դատարան։ Եթե նույնիսկ դատարանի կարծիքով ասենք նախաքննության փուլում ինքն ասում է, որ բացահայտված չէ այս առումով, մենք նաև հակառակ մոտեցում ենք այստեղ ներկայացնում։ Տեսեք, դատանը հղում է կատարել քրեական դատարանության օրենսգրքի 261-րդ մասին, որի համաձայն, եթե միջդատական վարույթի ընթացքում հնարավոր չէ բարձրացնել հոդված առաջին երկրորդ մասերով նախատեսված ենթադրյալ հանցանքների կատարման վայրը, ապա մեղադրական քննումը այն դատանը, որ դատական տարածքում է գտնվում միջդատական վարույթի իրականացման նախաքննական վայրին ինձնավայր։ Այլ կերպ ասած, ընդդատության հարցը լուծող դատանը ոչ միայն պետք է քրեական գործունեություններով պարզել, թե արդյոք միջդատական վարույթի ընթացքում պարզվել է ենթադրյալ հանցանքի կատարման վայրը, այլ նաև եկել է այն համոզման, թե իբրև ենթադրյալ հանցանքի կատարման վայրը չի պարզվել, ապա պետք է նաև ուսումնասիրել, թե արդյոք այն պարզելու ուղղությամբ միջդատական վարույթը իրականացնող միջոցներ ձեռնարկել է թե ոչ, ավելի պարզ է։ Այսինքն օրենքը ասում է, եթե հնարավոր չի եղել պարզել, մենակ այն որ չեն պարզել, դա քիչ է։ Ու պետք է հնարավոր չլիներ պարզել։ Հիմա դատանը պետք է միակ նայել ինչ են արել, որ չեն պարզել։ Ամեն ինչ օրինակ տեսեք, մենք ընդհանրապես միակ գերություն ենք դրել այդ համապատասխան լրատվամիջոցի, որովհետև դեռ չէ որտեղ է կատարվել։ Բայց նախաքննության փուլում իրենք գիտեն որտեղ է կատարվել։ Այսինքն այս ամբողջը պարզ է։ Հիմա դատանի ոչ միայն որ չի պարզել, այլ հնարավոր չէ պարզել։ Այս հանգամանքը դատանը ընդհանրապես անտեսել է, որովհետև ուշադրության չի արժանացել։ Ակնհայտ է, եթե գալիս ենք հետևությամբ, որ որևէ բան հնարավոր չի եղել պարզել, ապա դա նշանակում է, որ այն պարզելու ուղղությամբ հաստատապես ինչ-որ գործողություններ, ավելի բոլոր հնարավոր գործողությունները կատարվել են, սակայն հնարավոր չի եղել պարզել։ Դատան այս մասով ընդհանրապես ոչինչ չի հայտնել, որպես կայացված արձանագրային որոշման հիմնավորում, դրա մասին որևէ նշում չկա նաև դատանի չէ։ Հաջորդը, մի բան պայմանականորեն ընդունենք, որ դատանը ճիշտ էր իր այն հետևությունների հարցում, թե իբրև կարող է մեղադրական եզրակացության ուսումնասիրության արարողության մակարդակում որոշել, որ արարքի կատարման վայրը պարզ չի եւ այլն։ Համարենք, լավ, իրավաբանության մեջ նման բան կա, դատանը միայն մեղադրական եզրակացությունը պետք է նայել ու տեսնում, այնտեղ չկա դրանց պարզ չի, ասում է այսպես։ Այս դեպքում հատուկ ուշադրության է արժանի օրենսգրքի 316, որի համաձայն, եթե նախնական դատալսումների ընթացքում դատանը պարզում է, որ վարույթ իրեն ընդդատյալ չէ, ապա որոշում է կայացնում այն ըստ ընդդատության փոխանցելու մասին, նշելով նման որոշման իրավական հիմքերը եւ այն դատանը, որը ուղարկում է վարույթը։ Այս առումով հենց նախնական դատալսումների ընթացքում պաշտպանության կողմը դատանի ներկայացել
Չափ քեմիկալ սպրգերության, գալակտիկի մեծտերության 04-2025 տվյալությունը, որտեղ գրված է, մեզ վերում է։ Ի պատասխան ձեր 04-2025 թվականի գրության հայտնում են, որ 2024 թվականի փետրվարի 3-ի իշխանությունը փոխելու 3 տարբերակ կա, 3-ն էլ անհնար է, միակ փրկությունը հասկանալ, որ հիվանդ են, վերնագրով տեսանյութը նկարահանվել է Գյումրի քաղաքում։ Իսկ մյուսը լրատվական վերլուծական գործակալության կողմից 12-2025 թվական տրված գրությամբ հայտնել է հետևյալը։ Ի պատասխան ձեր օգոստոսի 11-ի հարցմանը տեղեկացնում են, որ 2025 թվականի հունիսի 21-ի լեբերցուն կարգավիճությունների պատճառով կուսակցության ոլորտը խախտել է եղել, Միքայել Սրբազան վերնագրով տեսանյութը նկարահանվել է Գյումրի քաղաքում հայ առաքելական եկեղեցու Շիրակի առաջնորդարանում։ Նշվածից ելնելով, կրկին հերթորական հարցեր են քչեցվել, եթե անգամ միջդարական բարույթում հնարավոր չի եղել պարզել ենթադրել հանցանքի կատարման ֆայլը։ Նախնական դատալսումների ընթացքում վերնշված փաստաթղթերի իմանալով դատանը պարզեց, որ դրանք կատարվել են Գյումրի քաղաքում, թե չպարզեց։ Ի վերջո իր համար դա պարզեց, թե չէ։ Եթե պարզեց, ապա ինչու չղեկավարվեց իր համար պարտադիր իրավական նորմերը, որը շուհարկեց ըստ ընդդիմության։ Այլև որ անօրինական կարգով այն պահեցի բարույթում, որպեսզի անձամբ լինի այն։ Ինչ շահագրգռվածություն ունի նախագահի դատավորը այս հարցում։ Ինչպես արդեն նշվել է, ընդդիմության կանոնների խախտումը հանգեցնում է ամբողջ դատախազության անօրինականության, իսկ անօրինական դատախազության արդյունքում որևէ մեկը չի կարող մեղավոր